Քննարկում ենք հարց համար 13-ը ֆիզիկական անձանց կողմից առկա վճարային համակարգով կատարված անկանխիկ վճարումներից հետվճար տրամադրելու միջոցառումը հաստատելու մասին հարցազեկուցող ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյան, համեցեք։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, նախագծով առաջարկում է տրամադրել 2% հետվճար Armenian Card PB-ի կողմից գործարկվող առկա վճարային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից կատարված անկանխիկ եղանակով վճարումներից։ Միջոցառման իրականացման հիմնական նպատակն է խթանել անկանխիկ եղանակով գործարքների կատարումը Հայաստանի Հանրապետությունում, ավելացնելու սպառողների կողմից ֆինանսական ժամանակակից գործիքների և տեխնոլոգիաների վերաբերյալ գիտելիքները։ Ըստ էության, այս միջոցառման արդյունքում շահառու հանդիսացող սպառողների համար 2%-ով ավելի էժան է դառնալու մի շարք ապրանքների և ծառայությունների ձեռքբերումը։ Միջոցառման շահառու է հանդիսանում ՀՀ հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանք ունեցող բանկի ֆիզիկական անձ հաճախորդը, ում անվամբ բացվել է բանկային հաշիվ, որին կցված է առկա վճարային քարտ։ Միջոցառումը իրականացվելու է 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը, այսինքն իրականացնում ենք պիլոտային եղանակով, հույս ունենալով հետագայում դա բարելավել։ Սույն միջոցառման կարգը և պայմանները կարճ ներկայացնեմ, հետվճարը վճարվում է յուրաքանչյուր ամիս ինքնաշխատ եղանակով մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 25-րդ օրը։ Տվյալ ամսում վճարման ենթակա հետվճարը հաշվարկում է այդ ամսվան նախորդող ամսում ապրանքների և ծառայությունների ձեռքբերման դիմաց կատարված անկանխիկ վճարումների 2%-ի չափով։ Շահառուներին վճարվող հետվճարը տրամադրվում է 1000 դրամը գերազանցող գործարքների դիմաց, յուրաքանչյուր մեկ գործարքի համար շահառուներին վճարվող հետվճարը չի կարող գերազանցել 6000 դրամը և շահառուներին վճարված հետվճարը յուրաքանչյուր հաշվետու ամսվա համար չի կարող գերազանցել 60000 դրամը։ Հետվճարի ամբողջ գումարի 50%-ը վճարում է պետական բյուջեի միջոցներից, իսկ մյուս 50%-ը Armenian Card PB-ի միջոցներից։ Հետվճար չի ձևավորվում հետևյալ գործարքներից. տեղեկատվության կապի և կոմունալ ծառայությունների դիմաց վճարներ, Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների օգտին կատարվող վճարումներ, բարձր ռիսկային վճարակետերում կատարված գործարքների համար, ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող ծառայությունների դիմաց ֆինանսական հաստատության օգտին գանձվող ցանկացած վճարումների և գործարքների համար, առկա նվեր և մեկանգամյա օգտագործման համար նախատեսված քարտերով կատարված գործարքների համար և ստացված հետվերադարձի, փոխհատուցման և հետգանձումների համար, ընդ որում հետվերադարձերի, փոխհատուցումների և հետգանձումների հիմքում ընկած գործարքների դիմաց նախկինում վճարված հետվճարները նվազեցվելու են ընթացիկ ամսվա ընթացքում վճարվելիք հետվճարներից։ Այսքանը խնդրում եմ հաստատել։ Շնորհակալ եմ, պարոն Հովհաննիսյան, կարճ ասած ամենօրյա ծախսերը առկա քարտերով արվում է, ինչքան արվում է 2%-ը հետ անցնում քարտին։ Այո, և դա արվում է հաջորդ տարվա հաջորդ ամսվա մինչև ամսի 25-ը։ Այսինքն հունվար ամսին կատարված ծախսերի դիմաց կստանա ֆիզիկական անձը մինչև փետրվարի 25-ը ամբողջ գումարը հետ կնստի 2%-ի չափով, բայց ոչ ավել քան 60000 դրամ։ Հիմա քարտը պետք է լինի միայն առկա, թե այնտեղ համատեղ քարտեր կան եւ այլն, դրանց վրա էլ չտարածվում։ Այս պահին համատեղ քարտեր չկան, այս պահին տարածվելու է առկա քարտերի վրա միայն, հետո երբ որ համատեղ քարտեր լինեն, արդեն ըստ այդմ կհայտարարենք, թե ոնց է դա աշխատելու։ Հիմա հանրապետությունում ինչքան առկա քարտ կա, պարոն Գալստյան, գիտենք, ինչքան առկա քարտ։ Վարչապետ, քիչ է, քարտերի գերակշիռ մասը դրանք տեղական բանկերի կողմից թողարկված Visa ու Mastercard-ն է, ուղղակի այդտեղ մի հատ ճշգրտում կա, կարգով մենք նախատեսել ենք co-badging-ը ձեր ասած։ Այսինքն իրանք Mastercard-ը հիմա արդեն առկա այդ բանակցումը co-badging-ը անելու համար, այդ առաջարկը Visa-ին էլ է արվել։